Երեք Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետը հայտարարեց, որ պատրաստ են տրամադրել ճանապարհը։ Այդ ճանապարհը Հայաստանի Հանրապետության տարածքի ներսում, Հայաստանի Հանրապետությունից դուրս ընդունված է անվանել Զանգեզուրի միջանցք, ինչին շատ դեմ է Փաշինյանը, բայց սա հարցի երկրորդական, երրորդական կողմն է։ Եվ անմիջապես այդ հայտարարությունից հետո սկսեցին սոցիալական ցանցերում տարածվել տվեց, Փաշինյանը շարունակում է հանձնել, դուք գիտեք, թե այդ ճանապարհով ովքեր պետք է անցնեն, ովքեր պետք է հետ գան, դուք գիտեք, թե ինչ բեռնափոխադրումներ պետք է տեղի ունենան եւ այսպես շարունակ։ Ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում հանրային կարծիքը շատ հետաքրքիր կերպ է ձևավորվում, կան հանրային կարծիքի վրա ազդող բազմաթիվ կայքեր, հանրային կարծիքի ձևավորման վրա ազդող բազմաթիվ կայքեր կամ նույնիսկ կարելի ասել ձևավորող կայքեր, հեռուստաընկերություններ եւ որոնք որպես կանոն ես մեծամասնության մասին եմ խոսում, ինչ որ հարցերի վրա ուշադրություն են դարձնում, այսինքն ինչ որ հարցերի վրա հանրության ուշադրությունն են հրավիրում, բայց որոշակի հարցերի վրա բացարձակապես ուշադրություն չեն հրավիրում եւ պահպանում են խորը լռություն։ Եվ Զանգեզուրի միջանցք կոչվածը այն հարցերից մեկն է, որի վերաբերյալ շատ դեպքերում արհեստականորեն ուռճացվում է այդ հարցի կարևորությունը, այդ հարցի վտանգավորությունը եւ զուգահեռաբար ուշադրություն չեն դարձվում ավելի վտանգավոր հարցերի վերաբերյալ։ Ուրեմն հիմա ես փորձեմ հիմնավորել այս իմ ասածը։ Հայաստանի Հանրապետության ջրային պաշարների մի զգալի հատվածի վրա ադրբեջանցիները ունեն ուղիղ վերահսկողություն։ Դա տեղի ունեցել, որովհետև 2023 թվականի սեպտեմբերյան դեպքերից հետո ադրբեջանցիները ստրատեգիական բարձունքներ են գրավել ջերմուկի մոտ Հայաստանի Հանրապետության սահմանի արևելյան որոշ հատվածի երկայնքով եւ դա թույլ է տվել, որպեսզի ադրբեջանցիները վերահսկողություն ունենան Հայաստանի Հանրապետության ջրային պաշարների վրա։ Եվ եթե ուշադրություն դարձնեք, այս կարևորագույն հարցը քննարկման առարկա չի դառնում Հայաստանի Հանրապետության տարածքում, թե այդ ինչպես է ստացվել, որ տեղի է ունեցել այս որ մենք հայտնվել ենք այս իրավիճակում, ովքեր են եղել պատասխանատուներ, հա, եւ որ զինվորականներն են եղել պատասխանատուներ, եւ եթե չկան հարուցված քրեական գործեր, ապա ինչու են գոնե այդ զինվորականները շարունակում պաշտոնավարել։ Այսինքն սա մենք որպես հասարակություն սա կուլ ենք տվել։ Մենք կուլ ենք տվել, որ ադրբեջանցիները վերահսկում են Հայաստանի Հանրապետության ջրային պաշարների մի զգալի մաս։ Մեկ այլ դրվագ։ Հայաստանի Հանրապետությունում կան բարձր պաշտոնյաներ, ովքեր ոչ միայն մերժում են ցեղասպանության փաստը, ուղղակի հեգնում են այն։ Հայաստանի Հանրապետության պարլամենտում վեր է ընկած Քոչարյան Անդրանիկով ընդամենը մի քանի ամիս առաջ լրագրողների հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց, որ պետք է դեռ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի ինքնությունը պարզվի եւ իրականացվի վերիֆիկացում։ Այսպիսի խոսքով հանդես են եկել միայն ու միայն թուրք ծայրահեղ ազգայնականները։ Եվ ահա այսպիսի խոսքով հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության պարլամենտի ներկայացուցիչը։ Մինչայլոս ես պիտի ասեմ, որ տարիներ առաջ այդ վիժվածքը ղեկավարում էր քարորյա պատերազմի քննիչ հանձնաժողովը եւ առաջին մարդկանցից մեկն էր, ով քաղաքական առումով արդարացրեց Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Եթե ուշադրություն դարձնեք, խմբագիրները,
խմբագիրների ենթակայության տակ գտնվող լրատվականները, նույնիսկ падգամավորները այս հարցը կարծես թե այսպես մեծ ուշադրություն չեն դարձնում այս հարցի վրա։ Եվ մենք որպես հանրություն հաշտ ենք ըստ էության սրա հետ։ Բայց Զանգեզուրի միջանցքը դա անընդունելի կարմիր գիծ է, անընդունելի կարմիր գիծ է մեզ համար, որովհետև այդպես են ցանկանում ներկայացնել խմբագիրները, որոնց ակտիվիստները, խմբագիրները, փողով հայրենասերները, ինչու, որովհետև այդ մարդկանց մի զգալի հատվածը գտնվում է ազգային անվտանգության ծառայության վերահսկողության տակ, մի մաս էլ կա, ովքեր ուղղակի փորձում են քաղաքական տրենդից հետ չմնալ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործոստ նախարար, հարգելի բարեկամներ, մեղադրվում է, որ թուրքական գործակալ է։ Արդեն երկար տարիներ, բավական երկար տարիներ։ Հենց այդ անձնավորության մոտ է Թուրքիա անունը տալիս ես, հենց այդ անձնավորությանը մի հատ թեթև ակնարկ ես անում, ինքը ուղղակի գժվում է։ Հիմա Հայաստանի Հանրապետությունում կան վերընկած պարլամենտում կան վերընկած падգամավորներ, ովքեր դիրքավորվել են որպես ազգային ուժերի ներկայացուցիչներ։ Որևէ մի անգամ դուք լսել եք այս հարցը պարլամենտում քննարկվի։ Ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետությունում գործում է դատելով այս մարդկանց գործողություններից, վարած քաղաքականությունից, վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետությունում գործում է գործակալների մեծ բանակ, ովքեր զբաղեցնում են տարբեր պաշտոններ։ Հիմա կա մեղադրանք, որ այդ մարդկանցից մեկը Արարատ Միրզոյանն է։ Հիմա վերջը այս հարցը պիտի քննարկվի, այս հարցը պիտի լուծում ստանա, թե պիտի լուծում չստանա։ Վերջը Հայաստանի Հանրապետության հատուկ ծառայությունների ներկայացուցիչները նույնիսկ գոնե փակ ռեժիմով պիտի ինչ որ պարզաբանումներ ներկայացնեն, այ մարդ կարող է այդ մարդու վրա շահ են արել։ Կարող է այդ մարդուն զրպարտել են։ Կարող է Արարատ Միրզոյանը ազգային, լուրջ ազգային, պատմական, պետական գործիչ է, ինչ որ նախանձ մարդիկ փորձել են զրպարտել, հարուսված քրեական գործերը որտեղ է։ Այսինքն կամ պիտի հարուսվի քրեական գործ զրպարտության հարցով, կամ պիտի այդ անձնավորությունը առնվազն պաշտոնանկ արվի եւ խայտարակ արվի իր այս սոսկալի հանցագործության համար։ Հիմա Զանգեզուրի միջանցքը կարմիր գիծ եք համարում դուք, բայց հանդուրժում եք այս հարցի բաց մնալը, սա գիտեք ինչ է։ Սա ամենավերջին փեզևանքությունն է։ Ամենավերջին։ Երեսպաշտությունը, իմիջայոց փեզևանքություն, փեզևանք թուրքերեն բառը նշանակում է սուծինորություն, կավատություն։ Սա ամենամեծ բարի բուն իմաստով փեզևանքությունն է, սա շատ ճիշտ բառ է, ժամանակակից հայկական բառ պիտի ասեմ, որը իրականացնում եք դուք։ 2020 թվականի դեկտեմբերին Արցախյան բանտերից ազատվում են երկու ադրբեջանցիներ, ում բանտարկությունը բացարձակապես որևէ կերպ կապված չի եղել պատերազմի հետ։ Փաշինյան Նիկոլը 20 թվականի նոյեմբերին ստորագրում է մի փաստաթուղթ, ըստ որի պիտի տեղի ունենա գերիների, պատանդների պահվող այլ անձանց փոխանակություն, բայց այս մարդիկ որևէ կերպ չեն մտնում այդ պայմանագրի, այդ ֆրագմենտի մեջ, այսինքն պայմանագի այդ պայմանավորվածությունը այս մարդկանց վրա չի ազդում։ Բայց ի հեճուկս այդ ամենի Փաշինյան Նիկոլի Արերևույթ Փաշինյան Նիկոլի հրամանով այդ մարդիկ ազատվում են Արցախյան բանդերից։ Ինչու են ազատվել Արցախյան բանդերից։ Հիմա ես ձեզ ներկայացնում եմ մի շարք ֆրագմենտներ, որոնց հետ կապված ըստ էության, որոնց գոյության հետ կապված մենք հաշտ ենք։ Մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս տարբեր ինստիտուտների ներկայացուցիչներ, իրավապաշտպան, իրավապահ, պարլամենտ, ժուրնալիստական համայնք, այս ամենի վերաբերյալ ցունամիներ Հայաստանի Հանրապետությունում տեղի չեն ունեցել։ Այս ամենը կարծես թե արվել է եւ մարսվել է, բայց Փաշինյանը ասաց, որ տալիս է։
տվեցիք, թողեցիք, ժողովուրդ։ Իմ մոտ տպավորություն է, որ որպեսզի այս իրավիճակի աբսուրդը ավելի պարզ լինի, երեխայի, հիվանդ երեխայի սնարի մոտ նստած է ծնողներից մեկը եւ երեխան լուրջ հիվանդ է եւ մտնում են ծնողին տեղեկացնում են, որ այն մյուս առողջ երեխան ջարդել է իր հեծանիվը կամ այն մյուս առողջ երեխան մաթեմատիկայի ստուգողական կամ հիմա թեմատիկ աշխատանք են ասում, ստացել է ցածր գնահատական եւ այդ ծնողը սկսում է հիստերիկություն անել եւ ողբալ, թողնելով հիվանդ երեխային։ Ահա այս տպավորությունն է ձևավորվում ինձ մոտ, երբ որ ամեն անգամ ինչ որ հիստերիկ գրառումներ, հիստերիկ հարցազրույցներ եմ ես տեսնում Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ։ Եվ հիշում եմ այն խոսքը, որ հայրենասիրությունը սրիկայի վերջին հանգրվանն է, անգլիացի դրամատուրգի։ Այո, հայրենասիրությունը ձեր վերջին հանգրվանն է, փողով հայրենասեր աշխատողներ։ Դրանցից որևէ մեկը ծառացած կարևորագույն խնդիրների վերաբերյալ, դրանց պատճառների վերաբերյալ այդպես էլ ծպտուն չհանեցեն այս ընթացքում։ Ասում եք, բա դու գիտեք այդ ճանապարհով ինչ բեռներ պետք է փոխադրվեն, Հայաստանը բանկ դառնա, Հայաստանը եթե այդ ճանապարհը տրվի, կստեղծվի Թուրան, բա եթե ճանապարհը չտրվի, Թուրան չի ստեղծվի։ Եթե Զանգեզուրի ճանապարհը չի տրվում, հարգելի փողով հայրենասերներ, բան է լինում, Թուրանը ձախողվում է, Թուրանի այդ ծրագիրը։ Եվ Թուրանի ծրագիրը կիրականանա, եթե Զանգեզուրի միջանցքը լինի, Հայաստանի Հանրապետությունը վաղուց դարձել է պրախադնոյ դվոր։ Վաղուց։ Հիմա այդ պրախադնոյ դվորի միջոցով պետք է ճանապարհ տրվի։ Եվ պրախադնոյ դվորը, որ մենք չենք բանանում, մենք իգնոր ենք անում պրախադնոյ դվորի հանգամանքը։ Բայց որ ճանապարհ տրվեց այդ պրախադնոյ դվորի միջոցով, սա հիվանդություն է, սա էսկապիզմ է, սա վատ բան է, որը դուք անում եք։ Հայաստանի Հանրապետության տարածքում գործել են եւ գործում են բիոլաբորատորիաներ։ Եվ հիմա արդեն Ամերիկայի նոր ադմինիստրացիայի ներկայացուցիչները ասում են, որ Ամերիկայի այդ բիոլաբորատորիաների միջոցով ստեղծվել են մահաբեր վիրուսներ։ Այդ բիոլաբորատորիաների մի մասը, մի քանիսը այդ վերաբերյալ մասնագիտական հրաշալի վերլուծություններ է անում Գրիգորյանը։ Գործել են Հայաստանի Հանրապետության տարածքում։ Հայաստանի Հանրապետության իրավազորությունից դուրս է եղել։ Հիմա մենք կարող ենք Հայաստանի Հանրապետության տարածքում թույլ տալ, որպեսզի մահաբեր վիրուսներ առաջացնեն, ստեղծեն եւ հետո թունավորեն ողջ աշխարհը, այդ թվում նաեւ Հայաստանի Հանրապետությունը, թունավորեն տարածաշրջանը, սպանեն հայերին եւ մնացած մարդկանց այդ վիրուսներով, սա մենք կարող ենք թույլ տալ, բայց ճանապարհը, ինչը խոսում ճանապարհը բան է, կարմիր գիծ է մեզ համար, հա, մեր սուվերենության խախտում է։ Հայաստանի Հանրապետության պատկան մարմինները կարող են ստուգել բիոլաբորատորիաների գործունեությունը։ Դա գտնվել է Հայաստանի ուժերի վերահսկողության տակ, իհարկե ոչ։ Հարցրեք այն մարդկանց, ովքեր թույլ են տվել։ Զանգեզուրի միջանցքը կարմիր գիծ սարկած վիժվածքներ, բայց ձեր տիրոջը մի հատ հարցրեք այս բիոլաբորատորիաները երբ բանից են գործել, ինչի համար են գործել, թե ձեր բարեկամները չեն մահացել այդ հիվանդություններից, կամ եթե մահացել են ոչինչ, կարևորը Զանգեզուրի միջանցքն է։ Հիմա մեզ հրահանգել են, որպեսզի մենք պիտի խոսենք Զանգեզուրի միջանցքից, ճանապարհից, որովհետև մեզ Թուրան է կերտվում, այդպես են խաբել մեզ, չեն խաբել, այսինքն պատվեր տվել, մենք էլ պիտի այդպես բան անենք, ներկայացնենք ժողովրդին։ Էլի եմ հարցնում, եթե ճանապարհը չեղավ, մեծ Թուրանը չի կերտվում, արդեն Հայաստանի Հանրապետությունը վերահացվել պրախադնոյ դվորի։ Բազմաթիվ անգամներ ադրբեջանական լրագրողները հանգիստ եկել են Գյումրիում, ֆիլմեր են նկարում, մարդկանց հետ են խոսում, դրոններ են բարձրացնում։ Թե բա ադրբեջանցիները կլցվեն Հայաստան, գիտեք ինչ տեղի կունենա։ Հազարավոր տղաների ձեռքով հազարավոր տղաներ
Զինկոմների ձեռքով հայ իշխանավորները քշել են Աղդամներ, Ջաբրայելներ, զինկոմների ձեռքով սպանել են տվել եւ ասել են, որ այդ տարածքները բազմաթիվ անգամներ խոսել եմ, հանցագործություն է տեղի ունեցել։ Հիմա մենք հայերս կարող ենք այդ վիժվածք զինկոմներին հանդուրժել, հայ զինկոմներին, հայերեն խոսող ամենայն դեպս զինկոմներին, ովքեր մեզ շրջապատում են ապրում։ Զինկոմները մեզ շրջապատում են ապրում, չէ՞, հանցագործություն իրականացրած։ Ում ձեռքով տեղի է ունեցել հանցագործություն, նշանակում է իրենք էլ են հանցագործ։ Այդ զինկոմներին մենք կարող ենք հանդուրժել, հիմա էլ այդ զինկոմները կանգնում, ասում են, հո մենք չենք քշել այդ երեխաներին, պատանիներին, երիտասարդներին Աղդամ, դա ժողովուրդն է քշել այդ մարդկանց։ Մենք բացարձակապես կապ չունենք, հա։ Հիմա մենք կարող ենք զինկոմներին հանդուրժել, իրենց այդ ծնունդ, կնունկ, բարեկամական, հարևան, որպես բարեկամ, եղբայր, ընկեր եւ այլն, բայց ադրբեջանցիներին չենք հանդուրժի, հա, հայ զինկոմներին կհանդուրժենք, ադրբեջանցիներին չենք հանդուրժի։ Դե ոնց է հայ զինկոմը ռեստորանում մեզանից 3 մետր հեռավորության վրա լափում ինչ որ բան, բայց եթե ադրբեջանցին նստի մեր կողմը, դա մենք չենք հանդուրժի, բայց մենք թույլ չենք տա, ինչու՞։ Հայ զինկոմը ինչով է տարբերվում ադրբեջանցուց, կասեք ինձ։ Այստեղ էլի կան։ Այդ հեկերի սեփականատերերը, ովքեր դավաճանաբար վաճառել են իրենց հեկերը, հետո էլ Հայաստանի Հանրապետության տարածքից մի հատ կառավարությունից մեծ կոմպենսացիա են ստացել, այդ մարդիկ ապրում են Հայաստանի Հանրապետությունում, չէ՞։ Փոքրիկ դրվագ դավաճանության։ Այսինքն մտնես առևտրային հարաբերությունների մեջ ադրբեջանցիների հետ, ունենաս այդ կապերը, վաճառես, հետո Հայաստանի կառավարությունից կոմպենսացիա ստանաս, սա ինչ է, սա դավաճանություն չէ։ Սա դավաճանություն է, չէ։ Հիմա մենք հանդուրժում ենք, չէ՞, այդ մարդկանց, այդ մարդիկ ով ապրում են Հայաստանի Հանրապետության ներսում, մեզ հետ։ Հիմա մենք այդ վիժվածքներին հանդուրժում ենք, թուրքերին չենք հանդուրժում։ Սա էլի եմ ասում, սա փեզևանքություն է, սա փեզևանքություն է, որը իրականացվում է հանրային կարծիքի վրա ազդեցություն ունեցող մարդկանց կողմից։ Միայն ու միայն պետք է խոսել Նիկոլի մասին, միայն ու միայն պետք է խոսել Զանգեզուրի Միշանսկի մասին, այն մարդիկ, ովքեր բերել են Նիկոլ Փաշինյանին, այն մարդիկ, ովքեր Նիկոլ Փաշինյանին առևտրային հարաբերությունների մեջ են, հա, քաղաքական լուրջ պայմանավորվածությունների հետ պայմանավորվածությունների մեջ են, հա, այդ մարդկանց մասին պիտի չխոսել։ Եվ սա այս խաղը շարունակվի այնքան ժամանակ, մինչև մի արհավիրք, մինչև մի երկրորդ, երրորդ արհավիրք տեղի չունենա, մինչև չհասկանան այս վիժվածքները, որ չի կարելի այս աստիճան հայրենասիրական, ազգային լոզունգները, նարատիվները օգտագործել եւ մոլորեցնել մարդկանց։ Չի կարելի այս ամենը։ Սա հանգեցնում է մեծ ողբերգությունների, միջարես իրենց վարած խաղի հետևանքով իրենք ոչ մի վնաս չեն կրում։ Եթե դուք ուշադրություն դարձնեք այն սրիկաները, ովքեր իրականացրել են եւ իրականացնում են այս ավանտյուրան, իրենց հետ ոչ մի բան տեղի չի ունենում։ Իրենց զավակները, իրենց բջերը կենթանի են, ողջ են, առողջ են, իրենց ամեն ինչը նորմալ է իրենց համար։ Իրենց համար ամեն ինչը նորմալ է եւ հետևանքները կրում են միայն ու միայն սովորական քաղաքացիները։ Տուն են կորցնում, առողջություն են կորցնում, իրենց կյանքն են կորցնում եւ այսպես շարունակ։ Էլի եմ ասում, պրախադնոյ դվոր է Հայաստանի Հանրապետությունը, պրախադնոյ դվորի է վերածվել։ Բայց պրախադնոյ դվորի այս ծերից եթե այն ծերը ինչ որ ճանապարհ տրվեց, դա մենք թույլ չենք տա։ Բիոլաբորատորիաները թույլ կտանք, մենք թույլ կտանք, որ թուրքական հատուկ ծառայությունները Հայաստանի Հանրապետությունում իրականացնեն իրենց ուզած օպերացիան, դա թույլ կտանք, բայց թույլ կտանք, որ տարբեր մարդիկ, ովքեր մեղադրվում են թուրքական հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ ներկայացնեն Հայաստանի միջազգային ասպարեզում, դա էլ թույլ կտանք։ Հələ ցույց տվեք, էլի եմ ասում, ցույց տվեք մի հատ ազգային այսպես կոչված գործի, ով ասել է եկեք մի հատ
հանձնաժողով կարող ստեղծենք եւ այս հարցին փորձենք լուծում տալ։ Չկա այդպիսի բան։ Չկա։ Արգելված է։ Ովքեր են արգելել։ Թուրքերն են արգելել, Հայաստանի Հանրապետության կառավարությունն է արգելել, ով է արգելել։ 2020 թվականի հոկտեմբերի 10-ին պիտի պատերազմը ավարտվեր։ Ինչու է շարունակվել պատերազմը, այս հարցի պատասխանով պիտի դա այս հարցը արգելված է այս հարցի մասին Հայաստանի Հանրապետությունում խոսել։ Հայաստանի Հանրապետությունում, այսինքն նկատի ունեմ այդ կեղտոտ լրատվականներում հանրային կարծիք ձևավորող հարթակներում արգելված է։ Բայց դա արգելված չէ, ինչու չեն խոսում։ Մի խոսքով տվիք թողիկ էլի այդ ճանապարհը, հարգելի բարեկամներ, եւ փեզևանկությունը պիտի չափ ու սահմաններ ունենա, ձեր մոտ այն չունի, գրողը ձեզ տանի, ես ձեր տիրուչ մերը